մենք ձեր տրամաբանությամբ եթե առաջնորդ ենք, ապա մեր տանը Ձիվանի նստածել կարող ենք այս բողոքի ակցիան, այսինքն մեր անհամաձայնությունը արտահայտեինք։ Հիմա մենք մեր դժգոհությունն ենք արտահայտում, եւ մեր դժգոհությունը արտահայտելիս բնական եւ նորմալ է, որ խախտվելու են որոշակի մասնավոր շահեր։ Այս պարագայում ճանապարհը փակելը համեմատել հանրության առանց տեղաշարժի հետ կամ ինչ որ 1, 2 կամ 3 ավտոմեքենաների ազատ տեղաշարժի հետ կամ ազատ տեղաշարժի սահմանափակման հետ ուղղակի անհամեմատելի է, այսինքն մարդիկ իրենց դժգոհություն են արտահայտում եւ այդ դժգոհությունը արտահայտելիս որոշակի խոչընդոտներ են ստեղծում բնականոն աշխատանքի համար։ Դա նորմալ երևույթ է, բողոքը հենց դրանում է կայանում։ Երբ որ մարդ քաղաքական չէ, երբ որ մարդ դժգոհություն է արտահայտում, բնականաբար իր տանը նստած չի արտահայտում կամ այսպես հանգիստ չի արտահայտում, կամ իր մտքում չի արտահայտում։ Հետևաբար մարդիկ ուզում են իրենց դժգոհությունը արտահայտել, օրինակ 10 րոպե երթևեկությանը խոչընդոտելով։ Եթե դուք գտնում եք, որ դա անհամաչափ է, այսինքն դրան հաջորդելու է, չգիտեմ, ձերբակալման կամ հավաքցրելու գործողություններ, ապա դա ձեր գործն է։ Մենք էլ մեր գործողություններն ենք անելու։ Եթե ես ասում եմ, մարդը նշեց, չգիտեմ, ով հայտարարեց ճանապարհը փակելու անհրաժեշտության մասին, այսինքն այդ ձևով, ոչ թե մեկը հայտարարեց, այլ դա բոլորի կարծիքն է։ Մարդիկ նշում են, որ 10 րոպե ուզում ենք դիմենք այդ քայլին։ Եթե դուք ուզում եք այդ 10 րոպեի համար, չգիտեմ, ձերբակալումներ իրականացնել, ցրել կամ բախումների տանել, մենք խնդիր չունենք այդ մասով։ Մենք առանցել էլ խոշտանգմանը սովորենք։ Այստեղ այնքան մարդ կա, որ խոշտանգմանը սովորա, մանավանդ արցախցիները։ Շատ թվականին ինչու կարելի է ներողություն, ավարտեցիք, ես ես համբերատար լսեցիք, խնդրեմ նույն ձևով ինձ։ Էվաղ մեր սրտի վարչապետն այլ կարելի է։ Ինչ օրինակ ցույց տվեք, չէ՞ մեզ։ Հաստաբան անունը ձեզ ինչպես դեմ Երիցան ջան, ես ձեր հետ եմ։ Հա, չէ, ասեցիք, իմացա ավարտեցիք։ Ես ասեցի, խնդրեմ ինձ համբերատար ինձ լսեք, ես լսեցի։ Դուք ասում եք, որ ձայնը արտահայտելու իրավունքը իրացնել է, որ ձայնը արտահայտելու, կարծիք արտահայտելու իրավունքը միանշանակ պետք է իրացվի ու կարող է իրացվի այնքան ինտերվալով, որքան որ այլոց իրավունքներին դա չի հակասում անհամաչափորեն։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ կարող է մի քանի դուք նշեցիք մասնավոր շահ, բայց ի տարբերություն մասնավոր շահի, այդտեղ հանրային շահ, որտեղ դա հանրային ճանապարհը ստեղել է հանրային շահ։ Շատ լավ, թող հանրային շահ լինի, բայց պետք է այդ սա բալանսավորված իրականացվի։ Այսինքն դուք հավաքի հնարավորությունները ձեզ ընձեռված այստեղ, որպեսզի կարծիք արտահայտեք, ձեր դժգոհությունը արտահայտեք եւ միտումնավոր այլոց ազատ տեղաշարժը կամ այլ իրավունքները սահմանափակելը միտումնավոր դա անհամաչափության գրավականն է ամենաառաջի ցուցիչն է դա։ Ես ձեզ հասկացա։ Եթե միտումնավոր եք իրականացնում, ես հասկացա։ Ես թողեք ավարտեմ էլի։ Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ այս ճանապարհը այստեղ ճանապարհատվածում կա բժշկական հաստատություն։ Դուք էլ ականատես կլինեք, թե այս ընթացքում ձեր կանգնած ժամանակահատվածի ընթացքում քանի շտապօգնության մեքենա գնաց։ Մի րոպե, թողեք ավարտեմ էլի, մի վայրկյան։ Թողեք ավարտեմ։ Այդ ձեր գործողությունները, որ մտադիր եք անեք, լրիվ ոչ իրավաչափ ու ոչ համաչափ։ Ես ձեզ զգուշացնում եմ, հենց կանխակալ այստեղ։ Մի գնացեք այդ քայլին։ Շնորհակալություն։ Շատ լավ, մենք ձեզ լսեցինք։